Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսի ժամանակ ներկայացվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր փուլը խորհրդանշող կարևոր նախաձեռնություններ։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը շարունակում են ամրապնդել հարաբերությունները շարժվելով դեպի ավելի խորքային ու ոլորտային գործընկերություն։ Ստորագրվել է համաձայնագիր, որով սահմանվում է Հայաստանի մասնակցության շրջանակը Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում վկայակոչելով կողմերի պատրաստակամություն ընդլայնելու համատեղ օրակարգը։ Նշվել է, որ ավարտվել են նաև գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները, ինչը կխթանի համապարփակ եւ ընդլայնված համագործակցության փաստաթղթի արդյունավետ կիրառումը։ Այսօր մեր կողմից համատեղ տրվեց Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին եւ գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեգրատվության դեմ պայքարը։ Այս համատեքստում իհարկե մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք նաև Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել ենք եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրում։